Տաղավարում մեզ է միացել Բենյամին Մաթևոսյանը։ Բենյամին, չափազանցություն չի լինի, կարծում եմ կհամաձայնես, եթե ասեմ, որ անցած շաբաթվա գլխավոր ներքաղաքական իրադարձությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն էր ու կարծում եմ կհամաձայնես, որ հիմա վարքյան նրանց կտեսնենք որոշ հայտարարություններ Թրամփի ուղի թրիփ նախագիծ կոչվածի վերաբերյալ, որ սա հնչած ամենակարևոր հայտարարություններից մեկն էր այս ասուլիսի ընթացքում, եթե ոչ ամենակարևորը, որովհետև ոչ միայն Հայաստանին սպառնացող վտանգի մասին էր, կամ ինչպես է ձևավորվում այդ վտանգը, դրա բացատրությունը տալու մասին էր, այլև ինչպես կարելի է չեղարկել այդ վտանգը։ Հիմա առաջարկում եմ նախ դիտենք այդ հատվածը, այնուհետև շարունակենք։ Նայեք, ես կփորձեմ ձևակերպում միգուցե նոր ձևակերպում տալ տրիպի ծրագրի։ Դա հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Այս ֆորմատով հայկական շահ այստեղ չի երևում ընդհանրապես։ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում տնտեսական զրոյական շահ ունեն։ Եվ այս հետաքրքրությունը կապված է մենք հանգամանքի հետ, Իրան։ Սա հենց այն դեպքն է, երբ Հայաստանը այս ծրագրով իրեն դնում է աշխարհակական խոշոր շահերի բախման կետում։ Այս ծրագիրը կարող է մեզ հանել այդ բախման կետից, եթե ինքը ընդլայնվի, եթե բոլոր խաղացողները դառնան նաև շահառուներ այս ծրագրի, եւ հատկապես եթե այս ծրագրին օրինակ միանա Չինաստանը կամ Ռուսաստանը։ Եթե նպատակը լրիվ այլ նպատակ է, ուրեմն պետք է անեն այն, ինչ անում են հիմա։ Գրիպը մեր ամենից մեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Ինձ ամենից շատը մտահոգում է Իրանի հետ սահմանի հանգամանքը։ Եվ այսպես, Բենյամին, մի կողմից Նիկոլ Փաշինյան, որը զինված ուժերի կազմավորման առիթով հայտարարում է, որ Թրամփի ուղին թրիփը անվտանգային գործոն է Հայաստանի համար, ել չասենք, որ ամենակարևոր անվտանգային գործոնն է Հայաստանի համար։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ նախագահ Քոչարյանը նշում է, որ կարող է այս ձևաչափով այս նախագիծը դառնալ Հայաստանի համար գլխավոր սպառնալիքը։ Խնդրելու եմ բացատրես Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիներին, թե ի վերջո ինչի ենք հասել մենք, որ կետում ենք մենք ու ինչ է ընդհանրապես այս ամենը նշանակում։ Ուրեմն առաջինը, տնտեսական պրոյեկտը որպես անվտանգային երաշխիք Մուամմար Կադդաֆին լինելով Լիբիայի առաջնորդը ֆինանսավորում էր Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավը։ Սարկոզին դրա համար վերջերս բանտարկվեց, իսկ Կադդաֆին դա չփրկեց, իր ճակատագիրը չփոխեց, ինչն էլ վերջնարդյունքում հանգեցրեց նրան, որ Լիբիան մասնատվեց։ Այսինքն մենք պետք է հասկանանք հետևյալը, որ աշխարհաքաղաքականությունը միշտ դոմինանտային է, եթե մենք համեմատում ենք էներգետիկ կամ տնտեսական ինչ-որ պրոյեկտների հետ։ Սա զուտ ուղղակի արձանագրենք, էլ նույն Սադամ Հուսեյնի ճակատագիրը եւս այս պարագայում չքննարկենք։ Սա առաջինը, երկրորդը, ինչը վերաբերվում է թրիփին, ինչպես ասում են, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, դա 42 կիլոմետրանոց կոմունիկացիայի մասին է խոսքը։ Այստեղ Հայաստանում փորձում են ներկայացնել, որ հենց այդ կոմունիկացիան բացվի, մենք գրեթե կկարողանանք տիեզերական ինչ-որ պրոյեկտներ իրականացնել, բայց իրականությունը կայանում է հետևյալում 42 կիլոմետրանոց ճանապարհ է, ճանապարհ, որը առաջին հերթին Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ։ Հաշվի առնելով փաստաթղթում արկա իրողությունները, այդ front office, back office հասկացությունները եւ ԿՊԱ-ական падգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ մանրամասնել էր, որ այդ front office ասվածը հանգեցնելու է նրան, որ մենք օրինակ չենք ունենալու մաքսային կամ սահմանապահ ծառայության աշխատակից, որը պայմանական Մամեդ Մամեդովին Հայաստան մտնելիս եւ Նախիջևան գնալիս կդիմավորի, մենք տեսնում ենք, որ այստեղ օբյեկտիվ արդեն իսկ կա խնդիր վերահսկողության հետ։ Հիմա գանք Իրանին, եթե լինում է խնդիր օբյեկտիվ վերահսկողության հետ, ամերիկյան կողմն էլ հնարավորություն է ունենալու վերահսկել, իմանալ, թե ինչ ապրանք է գնում գալիս Հայաստանի Հանրապետության տարածքով, կա երաշխիք, որ օրինակ Հայաստանի տարածքով զենք զինամթերք չի գնա Նախիջևան,
որը հետագայում կարող է օգտագործվել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Եթե Հայաստանը ինչ որ հակասություն ունենա, ինչ որ խնդիր ունենա թրիփի վերաբերյալ, դրա գործարկումից հետո կամ թեկուզ գործարկումից առաջ նախապատրաստական փուլում, կարող է Հայաստանը դիմադրություն հայտնել Միացյալ Նահանգներին։ Հայաստանը դիմադրություն չի հայտնում նույնիսկ Իլհամ Ալիևին, նույնիսկ Ադրբեջանից եկած գնահատականներին։ Արևմտյան Ադրբեջան նախագիծը ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը սրա հետ այնքան անհամերաշխ է, միգուցե ինքը ինչ-որ դիմադրություն ցուցաբերի, գոնե հայտարարությունների առումով մեր ԱԳՆ-ն ինչ-որ գնահատական սրա վերաբերյալ տա։ Եթե դու չես դիմադրում Իլհամ Ալիևին, դու Դոնալդ Թրամփին ես դիմադրելու։ Բենյամին, որն էր ներքաղաքական նախընտրական գլխավոր ուղերձ այս 3.5 ժամվա ասուլիսից։ Նախ առաջինը արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ակտիվորեն մասնակցելու է սպասվող նախընտրական պայքարին, ֆորմատի առումով նա, ինչպես մենք հասկացանք, փետրվարին ավելի հստակ գնահատական կտա եւ մենք կիմանանք, թե շատ հստակ է, ասենք նույն Հայաստան դաշինքի առաջին համարը ով է լինելու, բայց ակնհայտ է, որ Քոչարյանը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու ընտրություններին։ Սա առաջինը, երկրորդը, մենք տեսանք հետեւյալը, որ կա հնարավորություն ելնելով արժեքաբանական որոշակի հիմքերից, չասենք դաշինքներ ձևավորել, բայց գոնե ընդդիմադիր հատվածում, այսպես հայտարարենք, զինադադար հայտարարվի, որ ելնելով նրանից, թե մենք ինչ բովանդակությամբ Հայաստան ենք ուզում տեսնել, դրա շուրջ գոնե միավորվենք եւ միմյանց դեմ գործողություններ չանենք, եւ երրորդ կարեւոր հանգամանքը ներքաղաքականի վերաբերյալ, որին ես կուզենայի ուշադրություն դարձնել, ի վերջո ինչ է առաջարկում Քոչարյանը։ Մենք ունենք սուպեր վարչապետական համակարգ, որը գալիս է մեր սահմանադրությունից, որը ամրագրում է օրինակ այնպիսի ձևակերպում, ինչպիսին է կայուն մեծամասնությունը։ Կայուն մեծամասնությունը հանգեցնում է նրան, որ օրինակ ԿՓ-ն 21 թվականի ընտրություններին 50% ձայն չի հավաքում, բայց բոնուսների շնորհիվ գրեթե 54% է ստանում եւ Նիկոլ Փաշինյանը միանձնյա կառավարում է կարողանում իրականացնել։ Հիմա այս սուպեր վարչապետական համակարգին պետք է փոխարինի կոալիցիոն կառավարությունների համակարգ, այն էլ կոալիցիոն կառավարությունը պետք է կախված լինի ոչ թե առանձին վերցրած անհատի ցանկությունից, այլ ինքը այնպիսի համակարգ պետք է ձևավորվի ելնելով սահմանադրական բարեփոխումներից, որը հնարավորություն կտա այս ներառական կառավարման համակարգը ձևավորել։ Այսինքն մենք տեսնում ենք հետևյալը՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի կամ այլ գործիչների, այստեղից չկա ցանկություն միանձնյա գրեթե ավտորիտար կառավարման համակարգ ձևավորել, այլ կա ակնկալիք նրա, որ կլինի կոլեկտիվ կառավարում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իսկապես սա գաղտնիք չէ, որ երևի դժվար է Հայաստանում գտնել առանձին վերցրած անհատի կամ առանձին վերցրած քաղաքական ուժի, որը միայնակ կարողանա այս պատասխանատվության բեռը կրել եւ մեզ դուրս բերել այս իրավիճակից։ Տիգրան, խնդրեմ։ Ռոբերտ Քոչարյանից այլ։ Ինչից կուզեք։ Ասած նորելի եկեղեցու մասն եմ մտածում։ Տեսեք, ինչ մեսեջ էր ուղարկում Ռոբերտ Քոչարյանը հասարակության եւ այդ ունեւ ԿՊ-ին, երբ որ պատմեց ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ։ Սա սթափեցնելու կոչ էր, թե բացատրություն էր։ Ես նույնիսկ ասեի հետեւյալը, այստեղ ուղերձ էր ոչ միայն հասարակությանը, փորձելու հասարակությանը ներկայացնել, որ չի կարելի տրվել այդ մանիպուլյացիոն սադրանքներին, որ եթե Ռուսաստանը իսկապես ուզենար Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել կամ պատերազմ վարել, իրենք Թրամփի օրինակով մաքսատուրքեր կհաստատեին։ Այստեղ շատ կարևոր ուղերձ էր նաև խոշոր բիզնեսին, որը գալիք ընտրությունների ժամանակ ինքը պետք է ճիշտ գնահատի իր տնտեսական գործընկերը ով է եւ իր տնտեսական գործունեությունը ինչ վնաս կարող է ստանալ, եթե Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հասնի վերջնանպատակին եւ մենք ինտեգրվենք թուրքական աշխարհին։ Մեր ազգաբնակչությունը չի հասկանում, որ շատ հնարավոր է երկընտրանքի արժեվ կանգնի խաղաղություն Ադրբեջանի հետ, բայց պատերազմ Իրանի կամ Ռուսաստանի։ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում նաև խոսում էր հետևյալի մասին, որ տարիների ընթացքում նա հասկացել է, որ շատ բաներ պետք է անդադար կրկնել, անդադար բացատրել, ասել, նույնիսկ եթե դա պարզ ճշմարտություն է, ես կարծում եմ այս պարզ ճշմարտություններից մեկը պետք է անդադար հասարակությանը ներկայացնել, ավելին պետք է նաև հետևյալ կոնցեպտն էլ հասարակությանը ներկայացնել։ Շատ հարմար է տաք, գեղեցիկ, լուսավոր տաղավարում կամ տանը
ջերուցվող տանը նստել եւ մեկնաբանություններ գրել, հարցազրույցներ տալ այն մասին, թե ինչ արյունարբու ռեժիմ է Ռուսաստանում, Պուտինը ինչ զզվելի առաջնորդ է, ինչպես են իրենք խլում բիզնեսներ, Ռուսաստանը ինչ վատ իմպերիալիստական երկիր է, սա մի բան է։ Մեկ այլ բան է օտարի պատերազմում զոհվել Դաղստանի սարերում։ Իսկ եթե դու քեզ ինքը դնում ես մի իրավիճակում, երբ որ աշխարհակահաղական գործիք ես դառնում, այդ աշխարհակահաղական գործիք դառնալու ճանապարհին քեզ կարող է 15, 20, 30 միլիոն եվրո հատկացնել ինչ-որ ծրագրերի համար, բայց հետո վճարելու ժամանակը գալու է։ Դրա համար եմ ասում, մի բան է ուղղակի քննադատել, մեկ այլ բան է ուրիշի պատերազմում զոհվել Դաղստանի սարերում։ Այդ եվրոների մասին ես դեռ հարցնելու եմ։ Հիմա առաջարկում եմ նաև Հայկին հարցնենք, հատկապես Ռուսաստանի մասով ուղղված ուղերձները, Հայկի դիտարկումներն ու մեկնաբանությունն այստեղ հետաքրքիր կլինի տեսնել։ Հայկ։ Իմ կարծիքով շատ կարևոր թեմա բացացեց երկրորդ նախագահան, որովհետև ես ինքս երբ որ հայկական լրատվամիջոցներին հարցազրույց եմ տալիս, անդադ այդ միտք եմ ուզում առաջ տանեմ, որ ներկայիս քաղաքականությունը Հայաստանի բերելու է շատ լուրջ խնդիրներ Ռուսաստանի հետ, որովհետև եթե նույնիսկ այս պահին Ռուսաստանը տարբեր պատճառներով չի արձագանքում կամ զբաղված է կամ մտածում է դա էլ է բնորոշ ռուսական այս քաղաքական էլիտան, իրենց թվում է, որ դե խնդիրը ինքնին կարող է լուծվել, ոչ, խնդիրը ինքնին չի գործելու, չի անետանալու եւ այն ուժերը, որոնք կանած են ներկայիս Հայաստանի իշխանությունների հետևում, մենք տեսնում ենք ովքեր են իրեն աջակցում, լինի դա եվրոպական երկրները, լինի Թուրքիան, նրանք պահանջելու են Հայաստանին գնալ Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերի նաեւ տնտեսությունում, մենք տեսնում ենք ատոմակայանների հետ կապված հարցը փաստացի որոշված է, որ իբր լինելու է ամերիկյան ատոմակայան, չնայած իմ կարծիքով նույնիսկ ամերիկյան չի լինելու, այլ հարցերում որոշ ռուսական ընկերությունների դեմ քայլեր կարող լինել Հայաստանին որպես տեխնացու ԵՄ դառնալու պահանջելու են գնալ պատժամիջոցների, ընդունել բոլոր եվրոպական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ եւ մենք հիշում ենք Կալլասը ասաց, որ դա հասկանում ենք, դա ցավոտ է լինելու, բայց դե մենք էլ ենք մեզ ստիպում կորուստներ կրում միայն թե այդ Ռուսաստանին այդ պատժամիջոցների պատժելու համար եւ այդ պարագայում նույնիսկ այս ներկա վիճակում, երբ որ Ռուսաստանը նույնիսկ ինքը ցանկություն չունի գնալու այսպես էսկալացիայի Հայաստանի հետ, ստիպված է լինելու պատասխանել Օվերչուկը փոխվարչապետ եւ այլ պաշտոնատար անձինք թե Լավրովը արդեն դրա մասին ակնարկներ անում են, որ դե մենք ստիպված ենք լինելու այս քայլերին նաեւ մեր պատասխանը տալ, դա համար նախագահան շատ կարևոր նշեց, որ պետք չէ, որ Հայաստանը ինքը իր կամքով գնա դառնա այդ ուժային կենտրոնների պայքարի մասնակից, որովհետև պետք է հարևան Վրաստանից օրինակ վերցնենք, որը հակառակը իր շահերով է առաջնորդում եւ չի ուզում դառնալ մասնակից, իսկ Հայաստանը ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ուզում է դառնալ այդ կռվի մասնակից։ Տիգրան։ Հայկ, մի հատ հարց ուզում տամ, նաեւ Բենյամին հետ կուզենայի քննարկենք։ Տեսեք, հայտնի արտահայտություն կա, որ անգլիացիները հեռանում են առանց հաջող ասելու, հա, հայերը հաջող են ասում, բայց չեն հեռանում։ Ինչն է խանգարում Փաշինյանին վերջնականապես հապկից դուրս գալ։ Հայկ միած սկզբից դու որտես հապկին մոտ մարդ տարածքայինով։ Իմ կարծիքով միջև ընտրությունների այդ քայլին չի գնում Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինչպես ասացի, ռուսական կողմը ցանկություն չունի գնալ ինքը կամովի էսկալացիայի, բայց եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը գնա այդպիսի քայլ եւ պաշտոնապես դուրս գա հապկից, դա նշանակում է, որ Ռուսաստանը այս կամ այն կերպ պետք է արձագանքի ներկա փուլում ոնց հասկանում եմ միակ այդ արձագանքելու միջոցն է կարող լինել տնտեսական Հայաստանի նկատմամբ, բայց թե Նիկոլ Փաշինյանը իր չի ուզում ընտրությունից առաջ այդ սոցիալ-տնտեսական ճգնաժամ լինի երկրում, թե Ռուսաստանը չի ուզում, հույսը չի կոչում, որ ի վերջո կկարողանան մի կերպ համաձայնության որոշ չափով գալ Նիկոլ Փաշինյանի հետ հետագայում, բայց չեմ բացառում, որ ընտրություններից հետո, ինչպես նշեցի, արդեն երբ որ այն ուժերը, որոնք կօգնելու են Նիկոլ Փաշինյանին եւ արդեն աշկ են փակում շատ իր գործողությունների, բռնաճնշումների օրենքի խախտմանը, իրենք երբ որ պարտադրեն Նիկոլ Փաշինյանին, որ արդեն քայլերով, ոչ թե հայտարարություններով միայն, այլ կոնկրետ քայլերով ապացուցել, որ նա իրենց հետ է Ռուսաստանի դեմ, այդ ժամանակ արդեն երևի կարող է նույնիսկ այդ պաշտոնական դուրս գալ լինել հապկից։
Խոսքը Բենյամինին կփոխանցենք, առաջարկում եմ նաև այս թեմայով Մարիա Զախարովայի պատասխանը լսել իմ գործընկեր Հայկ Խալաթյանի հարցին այսօրվա Ռուսաստանի արտգործնախարարության բրիֆինգի ժամանակ։ И второй вопрос. Вот в своем послании ко Дню армии 28 января Никол Пашинян заявил, сейчас цитирую, партнеры в ОДКБ по состоянию на сентябрь 2022 года отказывались выполнять свои договорные обязательства перед нами по гарантированию безопасности и территориальной целостности Республики Армения. Они также отказывались поставлять оружие и технику на сотни миллионов долларов, за которые Республика Армения уже произвела оплату. Это представляло собой экзистенциальную угрозу для Республики Армения, и было очевидно, что было принято решение об уничтожении нашей государственности и аннулировании нашего суверенитета. Вот ваш, как вы Я не поняла, кем принято было решение об уничтожении государственности? Я процитировал прямо как... Я тоже не понимаю, что это такое. Мне кажется, просто какой-то несвязный набор слов, простите меня. Это ОДКБ, что ли, он обвиняет в уничтожении армянской государственности? Просто мне даже как-то странно все это слушать. Может, вы не так цитируете, поэтому давайте уточним цитату. Что касается территориальной целостности, то не очень понятно, о чем вообще идет речь. Мне кажется, что я так понимаю, это все было сказано в контексте ситуации вокруг Нагорного Карабаха. Я не помню и не припомню, чтобы, так сказать, эта территория была объявлена юридически частью Армении. Я только помню, как Никол Валаевич Пашинян туда приехал и там танцевал. Это я помню. А о неком юридическом признании, включении, так сказать, в состав Армении как государства, мне об этом ничего не известно. Может быть, вы что-то слышали? Это 22 год, это когда нападение на Джермук, это уже международно признанная территория Республики Армения. Ну, давайте уточним, что имеется в виду, потому что правда, здесь очень много неизвестных в этой формулировке, и тогда мы поймем, о чем идет речь и как это можно прокомментировать. Потому что я, правда, не понимаю, о каких угрозах со стороны УДКБ в адрес армянской государственности может идти речь. Может быть, о чем-то другом. Поэтому не могу комментировать цитату, в которой так много непонятного. Давайте уточним и индивидуально вам или потом обязательно все это прокомментируем. Եվ Բենյամին Մտածում էի Մարիա Զախարովայի խոսքի ժամանակ նաև իսկ ռուսները եթե նույնիսկ հեռանում են, հետո վերադառնում են այն ամենի հետևից, ինչը իրենցն են համարում, ինչ որ Ուկրաինայում կատարվում է, հենց այդ տրամաբանությամբ Մինչև վերադառնան կարող է տեղի ոչ մի բան չմնա այդ խնդիրը։ Միանշանակ, բայց ամեն դեպքում, որովհետև օրինակ հիշելով Պուտինի խոսքը 2022 թվականին փետրվարի 24-ին հատուկ ռազմական օպերացիան կատարելուց առաջ, երբ որ ասում եք, դուք ուզում եք դեկոմունիզացիա, մենք ձեզ դեկոմունիզացիա ցույց կտանք, ես կարծում եմ այն ինչ կատարվում է Ուկրաինայի հետ, այսա լավագույն դրսևորումներից մեկն է նրա, թե ինչ եմ ես ասում։ Մի բան է, դու հակառուսականություն խաղաս, տակ, գեղեցիկ տաղավարներում, նստած քո տանը, մեկ բան է դու օտարի պատերազմում զոհվես։ Սա ես ինչպես ասեմ, ես կարծում մեր ընդդիմությունը գալիք ընտրությունների ժամանակ այս պարզ բանաձևը պետք է նաև հասարակությանը ներկայացնի։ Սա այսպես, հետո ինչը վերաբերում է նրան, թե ինչու Նիկոլ Փաշինյանը դուրս չի գալիս հապկից, անցյալ տարի մի Հենց որ ընդհատում եմ, որովհետև նաև Ռոբերտ Քոչարյանն էլ ասաց, որ հապկից առանձնապես տենց սպասումներ բան չկա, էլի։ Միանշանակ, բայց այստեղ կա նաև եւս մի կարևոր հանգամանք, մենք պետք է հասկանանք, որ մեր համար իրականում հապկը դա Ռուսաստանն է, գլոբալ առումով նաև Եվրասիական տնտեսական միությունն է մեր համար Ռուսաստանը, որովհետև եթե մենք ապրանքաշրջանառության այդ կշիռը տեսնենք Եվրասիական տնտեսական միության հետ, գերակշիռը Ռուսաստանն է։ Այստեղ կարևորը թե դու երկկողմ ինչ հարաբերություններ ես կարողանում հաստատես ավելին, հապկը գլոբալ առումով մեզ ինչի համար է անհրաժեշտ, այստեղ նաև նախագահ Քոչարյանն էր ասում, որ հապկը անդամ բոլոր պետությունները իրենք Հայաստանի հետ ավելի վատ հարաբերություններ ունեն, քան Ադրբեջանի հետ, բայց հապկը այն եզակի ինստիտուցիոնալ կառույցն է, որտեղ դու կարող ես աշխատել, որ այդ երկրները, Ղազախստանը, Ղրղստանը, պատերազմի ժամանակ, օրինակ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, իրենք Թուրքիայի պես չկանգնեն Ադրբեջանի կողքին։ Հապկի դերը Հայաստանի համար կարող է դա լինել։ Հիմա եթե մենք տապալել ենք սա, մենք չենք կարողացել սրան հասնել։ Ես կարծում եմ, այստեղ ոչ թե Լուկաշենկոյի կամ Տոկաևի խնդիրն է, այստեղ Հայաստանի
պետության իշխանությունների հարցն է։ Իսկ ինչ վերաբերում է թե ինչու դուրս չեն գալիս, ես կարծում եմ խնդիրը վերաբերում է հետևյալին։ Նիկոլ Փաշինյանը հիմա ունի կարճաժամկետ խնդիր լուծելու անհրաժեշտություն վերարտադրվելու, բայց ինքը փորձում է այդ կամուրջները վերջնականապես չայրել, որ փորձի ռուսների վրա էլ վաճառել, այն որ տեսեք անկախ ամեն ինչից, անկախ, չգիտեմ, ճնշումներից, պահանջներից ես դուրս չեմ գալիս հապկից, բայց հոկտեմբերի 8-ին, եթե Հայաստանում քաղաքական փոփոխություններ տեղի չունենան, կրկնում եմ, հոկտեմբերի 8-ին կարող է եւ հապկից դուրս գալ, եւ հունիսի, այո, եւ հապկից դուրս գալ, եւ ԵԱՏՄ-ից դուրս գալ, եւ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը բարձրացնի, ինչպես նաեւ հարավկովկասյան երկաթուղիներից ընդհանրապես վերցնի կառավարումը երկաթուղային գծի Հայաստանին։ Բենյամին, լավ, արեց այդ ամենը։ Ինչ է կորցնելու Հայաստանի քաղաքացին, որովհետև այդ ամենը ներկայացվելու է որպես ինքնիշխանություն, որպես փաթեթավորումներ արդեն գիտենք մոտավորապես ինչ է լինելու։ Իրականությունը ինչ է լինելու, ինչ կարող է կորցնել Հայաստանի քաղաքացին։ Ավելացնեմ հարցին, հա ինչ կասեն Թուրքիայից ամեն ինչ կառնենք, թուրքիական շոկա դուրս կգան, Թուրքիան մեզ կպաշտպանի։ Առաջինը, ես կարծում եմ, որ արվում է ամեն ինչ, որպեսզի թուրքական եւ ադրբեջանական շուկաներին մենք այլընտրանք չունենանք, այս համատեքստում նաեւ կուզենայի կրկին անդրադառնալ նախագահ Քոչարյանի ասոցին, երբ որ ինքը օրինակ խոսում էր Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրոհամակարգերի միացման մասին, ինչ է ասում նախագահ Քոչարյանը, ասում է հետեւյալը. հիմա Հայաստանը էլեկտրոէներգիայի արտադրման ավելցուկ ունի, ինչի շնորհիվ մենք դա ունենք մեծամորի ատոմակայանի շնորհիվ։ Եթե դու փակում ես ատոմակայանը, իսկ դա դեռ սեպայով է ամրագրված, որ մենք պետք է փակենք ատոմակայանը, Դոնալդ Թրամփն էլ ասում է, որ J.D. Vance-ը գալիս է Հայաստան, այդ թվում նաև խաղաղ ատոմի համագործակցության պայմանագիր ստորագրելու, այսինքն փոքր մոդուլային ատոմակայան կարող է կառուցվել Հայաստանում։ Այս ամենը եթե համադրում ենք, ստացվում է հետևյալը. մեծամորի ատոմակայանը կարող է փակվել, կարող է փոքր մոդուլային ատոմակայան բացվել, բայց որը չի հանգեցնի նրան, որ մենք այնքան էլեկտրոէներգիա կարտադրենք, որ ավելցուկ կունենանք, նաև հիշեցնեմ հետևյալը, կախված տարվա սեզոնից մինչև 40% էլեկտրոէներգիան Հայաստանի արտադրում է մեծամորի ատոմակայանը։ Եթե մենք ատոմակայանը արանքից դուրս ենք բերում, Հայաստանը ոչ միայն կարող է ֆիզիկապես հայտնվել 90-ականներին, երբ որ մենք ջուր, լույս չենք ունենալու, որովհետև մենք այդ էլեկտրոէներգիայի գեներացման հզորությունները չենք ունենա, այլ նաև հնարավոր է Հայաստանը սկսի գնել Ադրբեջանից եւ Թուրքիայից էլեկտրոէներգիա, բացատրելով ասել դե Ժորժ ջան, մեր ինչներին է պետք այդ ատոմակայանը, եթե մենք կարող ենք Թուրքիայից, Ադրբեջանից այդ էլեկտրոէներգիան առնել, ու մենք կախվածության մեջ ենք հայտնվում Ադրբեջանից։ Ու առաջարկում եմ միանանք նաև Արթուրին Սահակյան, որովհետև ասուլիսի ժամանակ շատ հստակ ուղերձներ հնչեցին նաև Միացյալ Նահանգների վերաբերյալ եւ Միացյալ Նահանգների մասով, մասնավորապես այն առումով, որ թրիփին կարող են միանալ Չինաստանը, Ռուսաստանը, որքանով է սա իրատեսական, որ Միացյալ Նահանգները կընդունի դա։ Նաև նշվեց, որ Միացյալ Նահանգները տնտեսական որևէ շահ չունի թրիփում եւ այստեղ թիրախում պարզապես Միացյալ Նահանգներին հետաքրքիր է այն, որ Հայաստան իրան սահմանն է թիրախում ու եւս մեկ հարց Արթուր, եթե Հայաստանը ունենում է որևէ հակասություն թրիփի հետ կապված, կարող է Հայաստանը դիմադրել Միացյալ Նահանգներին եւ ինչպիսի պատասխան կարող է Հայաստանը ակնկալել հնարավոր դիմադրության պարագայում։ Սկսեմ վերջից, հնարավոր դիմադրության պարագայում Ադրբեջանը օգտագործելու է այդ դիմադրությունը եւ հարձակվելու է Սյունիքի վրա ամբողջությամբ վերցնելով այն ինչ իրենց ծրագրերում եղել է, դա իմ կարծիքն է եւ համաձայն եմ նախագահ Քոչարյանի ասացի հետ, որ հետագայում, այսինքն կարող է դառնալ ամենամեծ խնդիրը հետագայում եւ մենք բազմիցս այս մասին խոսել ենք, քանի իմ անձնական համոզմունքն այն է, որ քանի դեռ իրավիճակը այստեղ հանդարտ է Միացյալ Նահանգներում, քանի դեռ տարածաշրջանում հակասությունները չեն վերածել խոշորամասշտաբ պատերազմների, Ալիևը չի համարձակվելու ինչ որ ուժային միջոցներով կամ Թուրքիան ուժային միջոցներով Սյունիքի այդ Միջանցքի հարցը լուծել եւ քանի Թրամփի դիրքերը ամուր են, բայց հետագայում համամիտ եմ, եթե օրինակ լարվեն իրավիճակը Իրано-ամերիկյան հարաբերությունները լարվեն վերածվեն պատերազմի, դա ուղղակի շիլաշփոթ է ստեղծելու տարածաշրջանում եւ Ադրբեջանը օգտվելու է այդ իրավիճակից։ Հիմա ինչ վերաբերում ես հարց ունեմ իդեպ մեր գործընկերներին նախագահ Քոչարյանի ասուլիսի հետ կապված
պարոն Քոչարյանը ուրեմն շատ կարևոր փաստեր բերեց, ասելով թե հիբրիդային պատերազմի դեպքում ինչ կարող է անել Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներով Հայաստանի դեմ եւ դա ինչի կարող է հանգեցնել։ Եվ նաեւ ասաց, որ մենք դա տեսել ենք Վրաստանի օրինակով, երբ որ Ռուսաստանը տնտեսական այդպես պատժամիջոցներ կիրառեց Վրաստանի նկատմամբ, դա շատ մեծ այդպես վնասներ կրեց երկիրը։ Հիմա ես ուզում եմ հարցնել, ինչու Ռուսաստանը չի կիրառում Հայաստանի նկատմամբ, չի կիրառել մինչև հիմա Հայաստանի նկատմամբ այդպիսի թեկուզ չնչին պատժամիջոցներ, եթե Նիկոլ Փաշինյանը իսկապես այդպիսի հակառուսական քաղաքականություն է վարում։ Իմ տպավորությունն այն է օրինակ, որ իրականում Նիկոլ Փաշինյանը Կրեմլում այլ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպաներում այլ Նիկոլ Փաշինյանը եւ տպավորություն ունեմ, որ Ռուսաստանը այդքան էլ Նիկոլ Փաշինյանը այդքան էլ հակառուսական քաղաքականություն չի վարում, հակառակը մենք տեսնում ենք տնտեսական ցուցանիշներով Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն ավելի է մեծացել իր օրոք եւ Եվրոպայի օրինակ համեմատ Եվրոպան ավելի կրճատվել է, նախագահ Քոչարյանն էլ այդ մասին խոսեց։ Իմ տպավորությամբ իրականում Նիկոլ Փաշինյանը այդպես շոուի տեսքով միգուցե ցույց է տալիս հակառուսական քաղաքականություն, բայց Կրեմլում շատ լավ հնազանդ ենթարկվում է կամ շարունակում է այն գիծը, որը որ ունեցել է Հայաստանը նախկինում, եւ եթե այդպես չէ, կուզեմ հարցնել, ինչու Կրեմլը ուրեմն Ռուսաստանը պատժեց վրացիներին, բայց ոչ հայերին, ինչու, որովհետեւ հայերին ավելի շատ է սիրում, թե իրականում Նիկոլ Փաշինյանն է խաղում, այսպես ասենք, մի քանի լարի վրա։ Այս մասին կցանկանայի մեր գործընկերների կարծիքը լսել։ Արտուր կարոտել էի քո այդ եթերները եւ այս հարցը դրա վառ դրսևորումներից մեկն էր, որ ճիշտ եմ կարոտել, գրեթե Կրեմլի ագենտ հանեցինք Պուտինին, բայց պետք է նշենք հետեւյալը, բազմաթիվ ռուս պաշտոնյաներ, թե ԱԳՆ-ն ներկայացնող, թե նախագահի աշտակազմը Ռուսաստանի ներկայացնող, բազմիցս իրենց հայտարարություններում իսկապես տարանջատել են հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության իշխանություններից։ Եվ այստեղ չափազանց կարևոր է սա ընդգծել հասկանալու համար, թե ի վերջո ինչու իրենք այլ մոտեցում ունեն հայերի նկատմամբ, ի տարբերություն նույն Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, բայց նաև ակնհայտ է հետևյալը, որ Ռուսաստանի ամենաբարձր պետական վերնախավի ներկայացուցիչների մոտ կա քաղաքական կամ ասենք մոտեցում, ասենք առայն, որ հայկական պետականություն Հարավային Կովկասում պետք է շարունակական լինի։ Եվ Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ հասկանում է։ Իսկ ինչը վերաբերվում է նույն արևմուտքի հետ համագործակցությանը կամ վերջերս մի արևմտյան լրատվամիջոցի լրագրողներից մեկն էր զանգահարել, հետևյալ հարցն է տալիս, ասում է՝ լավ, իսկ այդ հիբրիդային պատերազմի համատեքստում Ռուսաստանը ասում է, հարցը հետևյալ կերպ էր, հա, ձևակերպված Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի Հանրապետության իշխանությունից, թվում է թե պարզ հարց է, չէ, այստեղ, բայց այս հարցին դու պետք է անկեղծ եւ ոչ այդքան պարզ պատասխան տաս հետեւյալ տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մինչև 18 թվականը եւս համագործակցության ծրագրեր արևմուտքի հետ ունեցել են։ Նույնիսկ Ստեփան մի կողմ եք թողնում 94 թվականից սկսած մենք ՆԱՏՕ-ի հետ առանձին համագործակցության ծրագրեր ենք ունեցել։ Ռուսական կողմի դժգոհությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններից կայանում է հետեւյալում, որ իրենք ունեն մտավախություն, որ Հայաստանը կարող է դառնալ հերթական հակառուսաստանը։ Այսինքն դու կարող ես արևմուտքի հետ համագործակցել, բայց այդ համագործակցությունը չպետք է լինի ընդդեմ Իրանի եւ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Ու սա իրականում մեր շահերից է բխում։ Ես կրկին ասեմ, շատ հեշտ է նստել եւ քննադատել Ռուսաստանին, Ամերիկայի Միացյալ ցանկացած գերտերություն, նույնիսկ Չինաստանին, բայց կան որոշակի հանգամանքներ, որ դու պետք է հասկանաս, որ մի բան է քննադատել, մեկ այլ բան է ուրիշի ձեռքում դառնալ գործիք։ Սա չափազանց կարևոր է հասկանալու համար։ Բենյամին Տիգրանը շարունակի հետո։ Բայց կարճ Արտուր ջան, մի փոքր աբսուրդ բան կասեմ, առաջին այսպես թվացող, ուղղակի հավես չունեն։ Այսպես ասեմ, ինչի չեն բանանում, կանեք բարձրապես զահալա չունեն, հա, որովհետև ներկայապես զբաղված են այլ գործով, ընդ որում ժամանակին նախապատրաստվում են նաև հատուկ այդ գործողության Ուկրաինայի հանդեպ, իրենց ամբողջ պարագծով փորձում են կոնֆլիկտները փակել, Ադրբեջանի հետ այդ հայտնի տխրահարչակրճակագիրը իրենք բանարեցին, ստորագրեցին, Ղազախստանում
հարցերը լուծեցին, հա, եւ չէին սպասում ուղղակի Հայաստանից, որ պատերազմի ժամանակ Հայաստանը կսկսի հակառուսական գործունեություն ծավալել, օրինակ, երբ որ Ռուսաստանի գործերը այդքան էլ լավ չէին, հա, Ուկրաինայում Խերսոնից եւ Խարկովից դուրս են եկել, այդ ժամանակ Փաշինյանը վազեց եւ պրավայում ճանաչեց Արցախ Ադրբեջանի կազմում, թողնելով ռուս խաղաղապահներին շատ տարօրինակ իրավիճակում, հա, եւ սա է ուղղակի խնդիրը, հետո պետք է հասկանալ, որ մեծ կայսրությունները, հա, իրենք բավականին իներտ են։ Ես հիշում եմ, որ ժամանակին թեկուզ ինչի ժամանակին մինչև հիմա Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը դեմոկրատ է, թե չեմ սխալվում, հա, եւ դեռևս չեմ փոխում, այսինքն դեռևս չի հասել այստեղ։ Դե եթե Ամերիկայինն էլ է տենց բավականին երկար ժամանակ պետք որպեսզի փոփոխություններ անել, պատկերացրեք Ռուսաստանում որևէ չինովնիկ չի ուզում նախաձեռնություն վերցնի, իմանալով դե մեկը վերջում Պուտինը ինչ որ հարցեր կլուծի, ես հիմա ինչի շարժում եմ տեղից, եթե ինձ կարծիքով Հայկը ավելի լավ կբացատրի այդ ռուսական ներքին, հա, բյուրոկրատական իրավիճակը։ Դրա համար մի փոքր sense ասեմ, ռուսերեն ասած նիսխադիցինը նայում են այս ամեն ինչի վրա, բայց այն որ Փաշինյանը հակառուսական քայլեր արել է եւ շատ է արել, հա, դա էլ ակները, որովհետեւ շատերը ասում են, որ ոչ մի բան չի արել, չէ, մենք թեկուզ Զվարթնոցից սահմանապահներին հանել, Իրանի սահմանից եւ Թուրքիայի սահմանից ԿՊՊ-ից հանել սահմանապահներին, այդ վերահսկողությունը բավականին շատ մարդկանց ուղղակի արգելել Հայաստանում երևալ, այդ թվում նաեւ Կոստանդին Զատուլինի կալիբրի մարդու, դա արդեն կարելի ասել, որ անում է այդ քայլերը, ուղղակի նաեւ շատ հաշվարկ է նաեւ անում, որ հիմա եթե որոշակի բան ինքը անի եւ Պրոբլեմը նաև Ռուսաստանի հետ որն է, որ Ռուսաստանը անկախատեսել է, դու երբեք չգիտես ինքը ոնց կպատասխանի, եւ Սաակաշվիլին օրինակ չէր սպասում, երբ որ հարձակվում էր Օսեթիայի վրա, որ այսպիսի հարված կլինի եւ Ռուսաստանը պատերազմ կսկսի, որովհետեւ այլ դեպքում Ռուսաստանը այլ ձև էր արձագանքում, ընդ որում հաշվի առել, որ Մեդվեդևը բավականին փափուկ լիբերալ մարդ է, իսկ Պուտինը Չինաստանում է, մինչեւ Պուտինը Չինաստանից արձագանքի գա ինչ որ հարցեր լուծի, այդ ժամանակ ինքը Հարավային Օսեթիան կգրավի, բայց եղավ այն ինչ որ եղավ։ Դրա համար էլ եմ ասում, դու երբեք չգիտես Ռուսաստանը ոնց կպատասխանի, սկսած նրանից որ կարող է նեղանա գնա ուղղակի, հա, կամ ինչ որ մի կողմ կանգնի նա ինչ է կատարվելու, վերջացնես նրանով, որ կարող է, չգիտեմ, ամբողջ ձեռքի տակ ունեցած արսենալը օգտագործի։ Դրա համար այս դեպքում Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ որոշակի զգուշավորություն պետք է ցուցաբերել։ Բայց էլ եմ ասում, մի փոքր մազի առիթ լինի, ինքը միանգամից իր էությունը ցույց կտա։ Առաջարկում եմ նաև այս թեմայով Հայկին լսենք։ Ես միշտ օրինակ նվեմ Ուկրաինայի, երբ որ Ռուսաստանի քաղաքականությունը են քննարկում, դուք չեք պատկերացնում ինչքան քննարկումներ եղել վերջին տասնամյակում Ռուսաստանում, երբ որ քննարկում են, որ հարաբերությունները Ուկրաինայի հետ գնում են շատ վատ են զարգանում, որ սա վերջը պատերազմ է լինելու, կարող եմ ասել նույնիսկ 14-15 թվականին քննարկումներ կար, որ պետք է այդ ժամանակ սկսել արդեն ուժային գործողությունները Ուկրաինայում, երբ որ այն ժամանակ նոր Ուկրաինայի իշխանությունները ուժեղ չեն եւ շատ հեշտ կարող է Ռուսաստանը հարցը լուծել, Ռուսաստանը անընդհատ ուզում է պայմանավորվել, լեզու գտնել եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք ինչ է կատարվում ռուս-ուկրաինական հարաբերություններում։ Հիմա ես չեմ ասում, որ Հայաստանի հետ պատերազմ է լինելու, բայց դա բնորոշում է Ռուսաստանի գործելավոճը, երբ որ ժամանակին պրոֆիլակտիկ աշխատանքներ չեն արվում եւ հետո հաշվի առնելով, որ Ռուսաստանը թույլ է փափուկ ուժի ոլորտում, ստիպված է լինում շատ կոշտ միջոցներով փորձել լուծել խնդիրները, որը մինչ այդ կարելի է շատ ավելի հեշտ լուծել։ Ու դա ռուսական սպეციფიკան է հիմա այս երկիրը այդպեսին։ Եվ Բենյամին, այս շաբաթ երկու լուր նաև առանձնացավ, որոնք առաջարկում եմ նաև քննարկենք համառոտ Եվրամիության խորհուրդն ընդունել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու որոշումը եւ ըստ խորհրդի հայտարարության աջակցության նպատակը Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է, կենտրոնանալով ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա։ Չէ՞ որ խաղաղություններ, ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներ են լինելու եւ քաղաքացիական բնակչությունը պաշտպանության կարիք է ունենալու։ Անի Թուրքիան 20 կիլոմետրանոց անվտանգային գոտի է ստեղ, բուֆերային գոտի է ստեղծում Իրանի հետ սահմանին։ Հիմա մենք կարող ենք ենթադրել, որ հնարավոր է Իրանի նկատմամբ շատ բացասական գործընթացներ տեղի ունենան,
թուրքերը դրան պատրաստվում են, Եվրամիությունը այս գումարը հատկացնելով Հայաստանին, ասած եւս փորձում է որոշակի առումով նախապատրաստել այս ամեն ինչին, ու այստեղ մենք կրկին գալիս ենք նախագահ Քոչարյանի ասուլիսին եւ այն թեզին, որ շատ գործընթացներ թրիպի շրջանակներում կապված են աշխարհաքաղաքական գործընթացների հետ, առաջին հերթին Իրանի դեմ գործողությունների։ Սա ուղղակի վարկած է, մենք չենք կարող վերինացյալի ճշմարտություն այս պարագայում ներկայացնել, սա զուտ վարկած, թող մեր հարգելի հեռուստադիտողները մտածեն, բայց բացի ամեն ինչից Եվրամիությունը Հայաստանին հատկացնում է 20 միլիոն եվրո հիանալի վերնագիրը նախընտրական փուլի ժամանակ։ Եվս մեկ վերնագիր կա, Եվրամիությունը եւ Ադրբեջանն են այս ֆոնին նաեւ պայմանավորվածության եկել եւ ՎԶԲ վերակառուցման եւ զարգացման բանկի հետ միասին համաձայնության են եկել Նախիջևանի երկաթուղու նախագծի զարգացման իրագործելիության ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ Եվրամիությանը սա հետաքրքիր է Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կապելու համար, սա այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շարունակող ճյուղն է, Զանգեզուրի միջանցք թուրքական ձևակերպմամբ իհարկե։ Հարցս այլ բովանդակությամբ եմ տալու։ Մեզ ներկայացնում են որպես Ադրբեջանը հարուստ, անհաղթահարելի հարուստ, փողի կարիք չունեցող եւ զենքի համար եւ ամեն ինչի առումով, հայերին իհարկե Թուրքիայում աղքատ եւ ամեն ինչի կարիք ունեցող է ներկայացնում, սա առանձին քննարկելու թեմա է։ Ադրբեջանը վարկի կարիք ունի իր տարածքում, ֆինանսավորման կարիք ունի իր տարածքում երկաթուղի կառուցելու համար, այն էլ ինչ երկաթուղի։ Միջև այս հարցին պատասխանելը եւս մեկ վերնագիր, գրեթե նույն օրը այս ամեն ինչը տեղի ունեցավ, Եվրամիությունը այս տեսակ աջակցություն է ցուցաբերելու Ադրբեջանին երկաթ գծերը Նախիջևանում վերակառուցելու համար, իսկ Հայաստանը հնարավորություն կստանա Այբուբենի արձանը դնել Եվրոխորհրդարանի շենքի դիմաց, սա զուտ հասկանանք, հա, համագործակցության ինչ ֆորմատներ են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում մեր եվրոպացի հարգարժան գործընկերները նախընտրում, ինչը վերաբերում է նրան, որ Ադրբեջանը արդյոք այդքան, եթե իրենք այդքան հարուստ երկիր են, որովհետեւ տնտեսական խնդիր չունեն, ես կարծում եմ, այստեղ նաեւ Եվրամիության շահագրգռվածության, աշխարհակաղակական շահագրգռվածության դրսևորումն է։ Իրենք շահագրգռված են ստեղծել այնպիսի տրանսպորտային միջանցքներ, այնպիսի տրանսպորտային կոմունիկացիաներ, որոնք երկարաժամկետ համատեքստում թույլ կտան խուսափել Ռուսաստանով ապրանքաշրջանառությունից ու նաև վերադառնալով թեմաներից մեկին, որը մենք քննարկել ենք Եվրամիություն-Հայաստան համագործակցության, մենք պետք է հասկանանք հետևյալը, այ ոնց Ռուսաստանում ռուսական բիզնեսը պատրաստվում է երկարաժամկետ աշխատել պատժամիջոցների պայմաններում, այն էլ մի իրավիճակում, որ հնարավոր է պատերազմական գործողությունները վաղ թե ուշ ի վերջո ավարտվեն, այնպես էլ Եվրամիությունից կան գնահատականներ, որ անկախ նրանից, թե երբ, ինչպես կավարտվի պատերազմը, պատժամիջոցները Ռուսաստանի դեմ պետք է շարունակական լինեն, եթե պատժամիջոցները շարունակական են, կոմունիկացիաները Ռուսաստանը շրջանցող եւս պետք է շարունակական աշխատանք այդ կոմունիկացիաների ապահովես։ Ադրբեջանը այստեղ աջակցում է Եվրամիությանը, մենք էլ ենք մտնում այդ ծրագրի մեջ։ Բենյամին, շնորհակալ ենք։